Այսօր Ադրբեջանի տարածքով տարանցիկ դեպի Հայաստան կուղարկվի հացահատիկ բեռը բաղկացած է 5 վագոնից, գնացքը մեկնելու է Բիլաջարի կայարանից։ Միացյալ Նահանգները 2 կամ 3 շաբաթվա ընթացքում կդադարեցնի իր ռազմական արշավը Իրանի դեմ, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա հայտարարել է, որ ինքը ուներ մի նպատակ՝ թույլ չտալ Իրանին միջուկային զենք ստանալ եւ այդ նպատակն իրագործված է։ Իրանի դեմ ագրեսիայի լիակատար դադարեցումը Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ագրեսիայի դադարեցումն է։ Մենք երբեք լարվածության կամ պատերազմի չենք ձգտել եւ ունենք անհրաժեշտ կամքն այս պատերազմը դադարեցնելու համար, եթե որոշակի պայմաններ բարելավեն, հատկապես անհրաժեշտ երաշխիքներով, որ ագրեսիան չի կրկնվի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը չի ընդունում հրադադար, այլ պահանջում է պատերազմի լիարժեք ավարտ ամբողջ տարածաշրջանում։ Նրա խոսքով Իրանի դիրքորոշման հիմքը ոչ թե ժամանակավոր դադար հաստատելն է, այլ հակամարտության վերջնական լուծումը։ Ֆրանսիայի իշխանությունները չեն փակել իրենց օդային տարածքը Իսրայելի համար նախատեսված ռազմական բեռներ տեղափոխող ամերիկյան ինքնաթիռների համար, հակառակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումներին։ Վայրեջքի պայմանները մնում են նույնը, միայն տրանսպորտային ինքնաթիռներին է թույլատրվում վայրեջք կատարել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելին անվանել է Իրանի շուրջ ստեղծված հակամարտության գլխավոր մեղավորը այս անօրինական պատերազմի համար, որ մեր տարածաշրջանը մտել է կրակի եւ տնտեսական բեռ է դրվել ողջ մարդկության ուսերին, հիմնական պատասխանատվությունը կրում է Իսրայելի կառավարությունը, հայտարարել է Թուրքիայի առաջնորդը, հավելելով, որ այս անարդար պատերազմում թափված արյան յուրաքանչյուր կաթիլ կդառնա փրկողակ, որը կերկարաձգի Նեթանյահուի քաղաքական կյանքը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել են Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման կարեւորությունը։ Երկու երկրների ղեկավարները լուրջ մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում ռազմաքաղաքական իրավիճակի շարունակական վատթարացման, խաղաղ բնակիչների մահվան, էներգետիկ, արդյունաբերական եւ այլ քաղաքացիական ենթակառուցվածքների ավերման կապակցությամբ։